Պաշտամունք են առաջ, երբ արդեն ժողովուրդը գամած գալիս էր այստեղ, իրես ծերնվում ենք, բարևում ենք, ոնց ես եւ այլն, քանզի ու վասնզի։ Քրոջ մահարցուցի ներկա է քույրը, քրոջ մահարցուցի եսի հույս ունես, ասեց իհարկե, եսի ինչպես պիտի լար կյանքը, եթե չլիներ հույս։ Շատ գեղեցիկ պատասխան մտավ Արիել եղբայր այդ քույրը, ըսա որ սատկածի հավասար, եթե հույս չունենայինք։ Այսինքն մարդկությունը եթե հույս չունենար, հավասար է կենդանու, որ կսատկին ու պատմությունը կվերջանա։ Դրա համար մենք չենք սատկում, մարդը չի սատկում, այլ մահանում է կամ ննջում է։ Հույս ունես։ Մի քանի օր առաջ Շաքեին հետ, Տիկնոջ հետ միասին, մենք այցելություններ շատ ենք սիրում եւ այցելեցինք մեզի շատ սիրելի Նոյեմի քրոջ եւ Արուսյա քրոջ։ Հենց մտանք իրենց սենյակ, մեր ուրախությունը ոգևորիչ էր եւ նմանապես իրենց ուրախությունը։ Մանավանդ Նոյեմի քույրը անգոնում բարգած, սկզբը ուրիշ հիվանդանոց, ուրիշ մեծահասակների եւ այլն հատված շենքը գնացինք, ասինք որ Նոյեմի քույր եւ Արուսյա քույրը Հոսեն, այո, սա Հոսեն, այդ առաջին դեղը, Rose Golden Rose։ Ուրեմն համագարկիչի մեջ կնայի աշխատողը, գսե այո Հոսեն, հոս կողքի սենյակն են։ Եվ առաջին անգոյին է, շակեն հետ մտանք առաջին սենյակը կողքի անգոյինը ուրիշ մեկն է։ Ետ եկան գսին գներեք Նոյեմի դոկտորյան եւ Արուսյակ, նորեն գջիշտեք։ Այո սավ, այս սենյակն է, երկրորդ անգողինն է սավ։ Նորեն մնան նայեցան, չկա։ Համագարկիչը ցույց կտա, որ հիվանդանոցում են, բայց սենյակում չեն։ Այսինքն փոլեղբորը զանգեցի, ասի փոլեղբայր համագարկիչը ցույց կտա, որ Հոսեն ներկա են, բայց սենյակը ուրիշ մեկը բարգալ։ Ասի գրնալալ իրենք հափշտակված են կամ նոսավ։ Ուրեմն հասկացանք, որ դեղափոխվել էին Կամելիա մեծահասակների տունը, մի խոսքով հոն գնացինք եւ գտանք իրենց հոն։ Շատ ուրախացանք, Նոյեմի քույրն շատ ուրախացավ, Արուսյա քույրն ուրախացան, խոսեցանք, բաժնեկցեցինք, աղոթեցինք, երգեցինք, որ Արուսյա քրոջ մոտ որ գնացի, սա որ չի գնար խոսի։ Չի հասկացա, թուղթի վրա գրեց, երգ մը գերքես, ասի այո, որ երգը գուզես, սա 180, հոն սենագի մեջ օրտնյալ երաշխիք, իմ երգեցինք, բոլոր դուները հիանալի, հուզվեցավ, ասի Արուսյա քույր շուտով պիտի լավանաս է պիտի կասնվակես եւ նման Նոյեմի քրոջ հետ զրուցեցինք դարբեր սենյակներում են մինչ Նոյեմի քրոջ հետ խոսեի գողքը քիրք մը տեսա ասի Նոյեմի քույր քիրք մը գարտաս ինչ քիրք է օ սավ ովի եղբայր այս քիրքը սավ իմ ամեն օրյա քիրքս է սավ այս քիրքը թակուի քույրը նվիրեցին զի սավ Jesus always Քիրքի վերնակիրը, Jesus always։ Ասավ, այս քիրքը ամեն օր կգարտամ և ցույց կտա, որ Հիսուս միշտ իմ հետս է։ Jesus always is with me։ Գքաչալեր է, հիանա և համարներ գասավ դագը, հայրեն, մանգուտեն են բոլոր անկիրքի դեմ և այդ քիրքով գաբրիմ և հիանալի էր։ Բայց պամը նկատեցի և Նոյեմի քրոջ աչքերում մեջ, արդայդության մեջ և Արուսյա քրոջ։ Երևույթը, որ ակնհայտ էր, շոշափելի էր։ Եվ այն երևույթը, որ երկուքի թեմքերի և արդայդությունների վրա արգա էր, was present, հույսն էր։ Հույսն էր։ Թեև իրենց այդ վիճակը անգողնում, այդ խողովակները և
դահաճ երևույթ էր, unpleasant scene մներ եւ որ ամեն անգամ ինչ խոսի մեր մախտանքներ որ Նոեմի քույր Արուսյակուր շուտով ծեր դունը վերադառնա ոչ թե վերիդուն նախ ներքևի դունը հետո վերիդունը փորձ պիտի գնամ ասի նկատի ունիմ ծեր դունը հոս վերադար եւ հաջորդ հանդիպումսի ծեր եւ այսպես ինչ հույսով լեցված էին եւ իրենց թեմքերից իրենց խոսքերից իրենց արդայություն հույսով դերը գիտե հովիգ եղբայր դերը ինչու թույլ տվավ չգիտենք բայց հույսով ենք որ բայց ամենակարևորը հույսով ենք որ նույնիսկ եթե դերը արդոն է ավելի վատը հույսով ենք որ դերոջի հետ պիտի լանք հույս ունենք որ երկնքում հույսներ իրենց վար բահողը անշար հույս ունեն անհաղթելի հույս մգար իրենց դեմքերի վրա հույս որ իրենց դիմանալ էր տալիս այդ դահաճ անգողնում եւ միջավայրում եւ վիճակում հույսը որ Քրիստոսի վրա էր ամրացված խարսխավորված anchored Գիտես թյուրին է հույսի մասին խոսիլ հավատքի մասին խոսիլ երկինք Աստված Քրիստոս հեշտ ավելի թյուրի մասն է բայց երբ դու արդեն ցանկի դժվարության հիվանդության հիվանդանոցի այնպիսի մութ շուկի ծորեն անցնես մինչև մահվան շուկի ծոր անցնելը հոն է որ քո իմ հույսս հավատքս գփորձակնվի հոն է որ իրական այդ հույս եւ հավատքը որու մասին քարոզած եմ եւ լսած եմ եւ գսեմ որ ես հույսս դերոջ վրա այսպիսի բահերուն է երբ որ իրական քո հոգին պիտի խարսխավորված լա թե ոչ պիտի դաբալվիս փլուզվիս ասին չէ եւ փողոքներ եւ անհավատքի ցույները գսկսի խախտվիլ Այդ նոյմի քուրը շատ բարձ գրնարս էլ հասմի քուր, ամպոչ կյանքս դերոջս եմ զարայել, իմ ամուսինս ամպոչ կյանքը դերոջն է զարայել, իմ սավակներս, իմ թորնիկներս, բոլոր դերոջը գծարայ, ասպիդը լայմ վիճակս կրնարս էլ։ Նմանավես Արուսյակ, բայց այս է այն հույսը, որ Աստվածաշունչը մեզի գուտա Քրիստոսով, որը երբեք չի ազդվում արդակին երևույթներ է։ Այս է այն հույսը, որ ինձի պիտի բահե, sustain-us, պիտի բահե ինձ, երբ որ նման վիճակներ եք անցնեմ։ Ոչ միայն գբահե, այլ թեմքիս վրա գշողա։ It shines upon my face the hope of Jesus Christ. Գշողա Եվ իրենք կմխիթարեն մեզ, քան մեր մխիթարությունը ընդունեն Որ հույսմն է, որ խարսխավորված է Քրիստոսի խոստումների վրա Մեր Տերը Հիսուս խոստում տվավ Եվ մեր հույսը այդ խոստումին վրա խարսխավորված է Out Նոեմի քրոջ եւ Արուսյակ քրոջ սիվոր ամփոչ եկեղեցին գփարևեն ցեզ եւ գաղութեն ցեզ համար եւ արիթ ունենանք կարող եք այցելել մեր ավակ քույրերն են եւ անշ որև մեկ եկեղեցում եթե լինեն նման վիճակում այցելեն քաչալերեն եւ հիանալի է մեր երջանիկ հույսը Հիսուս Քրիստոսի երկրավոր առաքելության վերջին բահերն էր, ժամերը մոտեցած էին եւ իր աշակերտներուն կմոտենա եւ անոնց կսե I'm leaving, ես գնում եմ հաշված օրեր մնաց, գնում եմ խաչելությամբ պիտի մահանար զոհափերվեր Պիտի թաղեին զինք, հարություն պիտի առներ և ետքը պիտի համբարնար,
հոր մոտ երկինք։ Ուրեմն իր աշակերտներուն կմոտենա գսե ես շուտով պիտի գնամ։ Եվ աշակերտները դրտմեցին, իրենց հոգու մեջ խրովեցին, դրտմեցին, they were troubled, they were disturbed, they were stirred, գսե, դարբեր թարգմանություններ գայ թունարեն պարը, որ գոգտակորձե, դակն ու վրա եղավ իրենց հոգին, ուր ես գնում, հենց Հիսուս իրենց սավ ետ աստուծո հավատացեք, ինձի հավատացեք, ես գնում եմ հոր մոտ, ցեզ համար դեղ պատրաստելու, բայց երբ որ երթամ դեղ պատրաստեմ, նորեն մի դիկամ եւ ցեզ մոտը սարեմ, այս խոսքերուն վրա աշակերտներու սրտերը գսե խրովեցան եւ Հիսուս գսե ծեր սրտերը թող չխրովին։ Աստուծո հավատացեք։ Հիմա թարգմանություններ կա գսե Աստծո հավատացեք եւ ինձի հավատացեք։ Գարձեմ ավելի առողջ թարգմանությունները այսպես են Աստուծո հավատացեք, բուտ ինձի հավատացեք, այսի իրեն նկատի ունի Աստվածը, որում պետք է հավատան։ Դա ուրիշ նյութ է, հիմա չխորանանք, բայց եւ խրովեցան, ինչու աշակերտները խրովեցան, որովհետեւ 3 տարի Հիսուս իրենց առաջնորդներ, իրենց ուսուցիչներ, իրենց համար հայթայթողներ, իրենց առաջնորդներ, ուղղություն տվողներ, օգնականներ, ազատում էր դարբեր դժվարությունները եւ 3 տարի ամբողջ իրենց աշխարհը փոխվեցավ։ Եվ հիմա Հիսուս կսե ես գնում եմ, բայց նորեն պիտի գամ։ Հովանոց 14:1-ից մի քանի համարներ կտեսնենք, որ այստեղ մեր երջանիկ հույսի հափշտակությունը կամ իր գալուստը գապ չունի, Քրիստոսի գալուստը նորեն պիտի գա։ Այս հույս, այս խոստումը, այս իր գալստյան խոստումը Աստվածաշնչում նոր գդագարանյան շրջանի եկեղեցական իմաստով առաջին specific մասնահատուկ արդահայտություններ Քրիստոսի շրթներեն ուղված հափշտակության կամ իր քալստյան հետ կապված խոստումին։ Ես գնում եմ, բայց նորեն պիտի գամ։ Նորեն պիտի գամ։ Հիմա երբ գնամ, իմ գնալես ետ Սուրբ Հոգին պիտի ուղարկեմ եւ իմ բացակայությանս ընթացքին Սուրբ Հոգին որ պիտի գա, ցեզ պիտի պատրաստե այն դեղի համար, որով ես ցեզ համար կպատրաստեմ։ Երբ Սուրբ Հոգին ցեզ պատրաստե հարմար վիճակի մեջ բերե, նորեն պիտի գամ եւ ցեզ հոն պիտի դանիմ այն վայրը որտեղ ցեզ համար այսքան ժամանակ կպատրաստեմ, որպեսզի հավիտյան միասին լանք home sweet home, home sweet home, հոն պիտի լանք այլևս Հիսուսի հետ պիտի, այս էր այն հույսի գորիզը, որով Հիսուս իր աշակերտներուն փոխանցեց եւ ասավ այս պատկամը եկեղեցում եմ ամբողջ աշխարհին սփռեցեք։ Հիսուս Քրիստոս նորեն պիտի գա մեզ իր մոտ առնելու։ Հիմա շատ լավ է այս բոլորը։ Գնում եմ, նորեն պիտի գամ, հիանալի է, բայց հայերենով ինչպես է our dilemma, մեր մարդահարավերը, խնդիրը, մեծակույն հարցը հետևյալներ եւ աշակերտներ անավի մեզի համար։ Թեև խոստում տվա որ պիտի գամ, բայց չսավ երբ պիտի գամ։ Հետևաբար այս բոլորը այս խոստումների վրա աշակերտները պետք է ապրեին, քարոզեին, ավետարանեին,
ծառայեին, եկեղեցիներին եւ այն ամբողջը խոստումի վրա հիմնված։ Չգիտենք երբ պիտի գա։ Մեկը չգիտեր, Հիսուս ալստավ միան հայրիկը։ Խոստումը վերցուցին, այդ խոստման վրա գառուցեցին իրենց ոչ աստվածապանությունը, վարդապետությունը, ուսուցումը, ավետարանչական արշավները, եկեղեցի հիմնել եւ այլն, եւ մինչեւ այսօր մենք խոսենք։ They had to live on a promise. Անոմար արակյալը գսե, վասնզի աստուծո բոլոր խոստումները իր մեջ այո եւ ամեն են։ Ուրիշ տեղը գսե, վասնզի աստված սուտ չխոսիր, ուրիշ տեղը գսե, վասնզի անոր խոստումները անկախտելի են։ Եվ ուրեմն այս խոսքերի, այս Հիսուս Քրիստոսի խոստման վրա հիմնվեց մեր հույսը։ Մեր հույսը։ Ուրեմն հետևաբար առաքյանները այս խոստումով պետք է ապրեին, հուսալով, որ այդ խոստումը օրը պետք է շուտով կատարվի։ Ետ կա անշուշտ, երբ որ առաջին Թեսաղոնիկեցիս 4 գլխուն գասնինք Բողոս առաքյալի նամակները, հոն ավելի գմանրամասնե առաքյալը Քրիստոսի այս գալստյան հապշտագություն, երկրորդ կալուստ, ինչ կուզես անունը թիր, դարբեր եկեղեցիներ, դարբեր մոդեցումներ ունին գահարկեմ, օրդնյա, կարևորը բոլորս կհավատանք, որ Քրիստոս պիտի կա։ Մենք կհավատանք հապշտագության, ուրիշները չեն հավատար կամ երկար պատմություն է, ոմանք կհավատան pre-trib, mid-trib, post-trib, pre-wrath, դարբեր մոդեցումներ կամ, կապ չունի։ Կարևորը կհավատանք, որ Քրիստոս պիտի կա, եւ այս հույսը մեզի ամուր կբայ։ Եվ առաքյալը, ուրեմն այդ խոստումը, որ Հիսուս տվավ, որ պիտի կա ավելի գմանրամասնե։ Առաջին Թեսաղոնիկեցիս օրինակ 4:12-ի մեջ այսպես կսե Երանի Աստվածաշունչը գլուխներու եւ համարներու դասավարողը անունը գիտեի մոռացա, բայց Արիել եղբայրը Ջոնաթան դերս ավելի լավ հիշեմ, երբ որ համար առաջ այդպես չէր, մեկ կդոր գրված էր։ Ուրեմն կարծում եմ որ 12-րդ համարը առաջին Թեսաղոնիկեցիս 4:12-13-ի մեջ 13-ի հետ միասին պետք է գնար պարագրաֆը, որև նույն նյութի մասին խոսի։ Ինչևից է։ Չեն գուզեր գսե եղբայրներ, որ դկե դլակ ննջեցյալներու վրայով, որբիսի չդրտմիկ, ինչպես ուրիշները, որոնք հույս չունին։ Թաղումներու եղած եք բոլորդ, հովիվներ բադվներ, թաղում կատարած, ես շատ թաղում մրած եմ, ավելի շատ թաղում մրած եմ, քան հարսանիք, կամ գնում, կամ նվիրում, շատ, մանավանդ Հայաստան, շատ։ Հիմա, թաղումներու եղած եմ, երբ որ անգարավարելի է դառնում միջավայրը, ասենք եթե մայրը զավակը գործունեացած է, կամ ամուսինը երիտասարդ, կամ բարականին եղած է, որ անգարավարելի է դարձել ողբը, լացը, անհուսությունը, վերջ ես ինքս անցնասվեից ալև չեմ կարող ապրիլ, երտամ ինձի ալ կծեմ, ես էլ գնամ իրա հողի մետ բարգիմ, գահասկնամ, որով հույս չունի։ Երբ որ հույս չունիս, ողբերգություն է սիրելիի մահը, որ հավատացյալ, կամ չեմ, ընդհանրապես, եթե հավատացյալ հույս ունիս, դու էլ հավատացյալ հույս ունիս, բայց որ հույս գոյություն չկա այդ դան մեջ ողբերգություն, it's a tragedy։ Բայց երբ որ հույս կա գդրտմինք, անզգա չենք, անշուշտ գդրտմինք, անշուշտ գուլհանք, հարազատը գնաց, մայրը, հայրը, եղբայրը, բայց կսե չենք դրտմիր ինչպես ուրիշները, որոնք հույս չունեն։ Մենք հույս ունենք, որ իրար պիտի հանդիպենք երկնքում իր շնորհքով։ Եթե փրկված ենք, երբ որ մեր հավատքը Քրիստոսի վրա է, ապաշխարության, վերստին ծնունդյով Քրիստոսի արյունը մեր վրա կա, հույս ունենք, որ մենք նորեն պիտի հանդիպենք։ Երբ մգակսե դերնն ցեզ մինչև զիրար դեսնենք լա բարը չեմ հիշում նորեն պիտի դեսնենք թաղման առավոտյան ժամանակ երկեն երբ որ հավատա հիմա քանզի
Եթե գահավատանք թե Հիսուս մերավ ու հարություն արավ նույնպես էլ Աստված ննջեցյալները Հիսուսով պիտի բերե անոր հետ վասնզի ասիգա սեմ ցեզի դերոջը խոսքովը եթե մենք մինչև դերոջը քալուստը ողջ մնանք բնավ ննջեցյալներն առաջ պիտի չանցնենք վասնզի դերը ինք ազդարարության հրամանով հրեշտակաբեդին ցայնովը ու Աստուծո փողովը երկինքեն պիտի իջնե Եվ Քրիստոսով մերածներ առաջ հարություն պիտի առնեմ, ետքը մենք ալ որ ոչ մնացած ենք, անոնց հետ պիտի հափշտակվինք։ Ամբերով դերոջը արջև ելլելու օթին մեջ, երգիր չի իջնում, օթին մեջն է Հիսուս, մենք ալ պիտի ապշտակ օթին մեջ, Եվ այնպես հավիդյան դերոջի հետ պիտի լանք, ուստի մեկս մեկ մխիթարեցեք այս խոսքերով, խոստումով, վավ։ Որ մարակյալը հետո գշարունակե ետքը երկրորդ Թեսաղոնիկեց նամակի մեջ ավելի մանրամասնությամբ կգնա, ժամանակներ կուտա, դեպքեր կուտա, նշաններ և ավելի կխորանա։ Ուրեմն Հիսուսը սավ ես գնում եմ, նորեն պիտի կամ, ետքը արակյալը կմանրացնե և մեր այս երջանիկ հույսի հիմքերը կզորացնե։ Եվ անոր վրա կսկսի գառուցել և մեր հավատքը այդ խոստման, հույսի խոստման վրա է գառուցում։ Եվ գսե, չեմ ուզեր եղբայրներ, որ դքեդը լակ, չեմ ուզեր, որ չկիցողը լակ, չեմ ուզեր, որ չիմացողը լակ, չեմ ուզեր, որ այս դեղեցությունից զեց մնակ, անպայման գուզեմ, որ գլխավորապես երեք անգամ արակյալը, երեք անգամ այս արդայդությունը գրեմ, եղբայրներ, չեմ ուզեր, որ դքեդ ըլլակ, երեք բաներով, առաջինը, հափշտակության վերաբերյալ, ննջացյալների վերաբերյալ, Քրիստոսի քալստան վերաբերյալ վարդապետությունը, երկրորդ անգամ գսե եղբայրներ չեմ ուզեր դքեդ ըլլակ Իսրայելի վրայով, Իսրայել ժողովուրդի, որը անոնց հետ ասված դերևս he's not done, հիմա ժամանակը թաթարդված է, հետանոսներու հետ կգործե, բայց երբ որ հետանոսները լրությունը մտնեն, ամբողջականությունը մտնեն Հռոմեացիս 11:25-ի մեջ գսե, երբ որ եկեղեցին կապշտակվի, այնտեղ դու գսե իդ հрьяաներուն պիտի վերադառնա ասված եւ գսե ամբողջ Իսրայելը պիտի փրկվի։ Ուրեմն երկրորդ անգամ գսե դքեդ միլակ Իսրայելը վրայով, երրորդ անգամ գսե եղբայրներ չեմ ուզեր դքեդը լակ հոգևոր բարգևներու վրայով։ The gifts of the Holy Spirit. Չեմ ուզեր դքեդը լակ, չեմ ուզեր սխալ օգտագործեք, չեմ ուզեր որ սխալ ըմբռնած լակ։ Ուրեմն երեք անգամ այս դքեդ մի լակ արդայությունը Քրիստոսի քալստյան Իսրայելի վրայով եւ հոգևոր բարգևներու վրայով եւ ոստեղ ճիշտ նույնը գսե հույսի պատկամ ունենք եւ չեմ ուզեր որ ոչ մեկը չիմանա ասոր մասին։ Հետևաբար ասիգա գհուշե ինձի Հակոբ եղբայր, որ բոլոր Քրիստոսի եկեղեցին բարդավոր է նամանավանդ այս նյութի մասին շեշտադրում կատարել։ Շեշտի, որ ինքը նորեն պիտի կա, սա չէ մեր կյանքը, սա միայն ժամանակավորն է, սա միայն հադագն է, ասոր վրա մենք կգառուցենք մինչև հավիտենականությունը։ Եվ կբացատրե եւ ասոր մասին շատ խոսած ենք եւ նորեն կխոսենք։ Հիմա թեև Աստծո խոսքը եւ Աստվածաշունչը ամենայն հստակությամբ եւ լայնածավալ plainly լայնածավալորեն Քրիստոսի գալստյան մասին գխոսի, գուսուցանե, գվարդապետե, որ Քրիստոս նորեն պիտի գա եւ պատմության ընթացքին, մարդկային պատմության ընթացքին բազում արաքյալները, մարգարեները Աստծո խոսքը ավետարանչեն ասոր մասին խոսած, քարոզած եւ վարդապետած են, բայց եւ այնպես քանզի ու վասնզի ցավոք սրդի անընդհատ այս նյութը Քրիստոսի գալստյան նյութը հարցակման, սխալ հասկացողության, սխալ մեկնության եւ անդեսման է ենթարկվել, անդեսված է շատ տեղեր։ Եկեղեցիները երբեք չեն կարոզել Քրիստոսի քալստյան մասին։ Բայց այս բոլորին հանդերձ
Աստծո խոսքը կմնա գայուն, անշարժ եւ հստակ այս վարդապետության եւ Քրիստոսի քալստյան հույսի խոստման մասին։ Արագ ավարտեմ այս հատվածը, դերը գամիկալ գիրագի գամփոփենք այս նյութի եւ բեշտական եզրին կասրեմ։ 4 պատճառներ թե ինչու համար Քրիստոսի գալստյան վարդապետությունը ուսուցումը հարցակման կենթարկվի։ 4 գլխավոր պատճառներ, արագ դամ եւ փորձեմ ժամանակից մեջ ավարտել։ Առաջինը, որբեսի քեզնից հույսդ, հավիտենական կյանքի հույսդ արմադախիլն են։ Եկեղեցու հոգուց այդ հույսը արմատներին ծառը բոգին հանեն եւ չորացնեն։ Եվ որ մենք չենք խոսիր, չենք ուսուցաներ, չենք վարդապետեր, այս երջանիկ հույսի մասին, որ Քրիստոսի շրթներեն ելավ, առաքյալներն ամենեցին, եկեղեցին, հավատացյալը դու եւ ես հույս չունենք այլևս։ Եթե նայեցեք, եթե ես հույս չունենամ, որ օրը երկինք, Աստուծո հետ, թրախտ, բարձ, ընդհանրական, general հույս չունենամ, գիտեք ինչպես կապրիմ այս երկրի վրա, ոչ միայն անասունի նման, մորանանք անասունը, այս ժամանակավոր կյանքս կապրիմ անփարոյականության, անարագության, անբարգեշտության, անմարտկային սկզբունքներով, ում որ տեսնեմ, շահագործեմ, փրթեմ, մորթեմ, գոդորեմ, որ հիմա I have only one life, այս մեկ կյանք ունիմ, ինչքան կարող եմ վերցնել այս կյանքից, որը պիտի մեռնիմ։ Աստծո խոսքը ինչ կսե Սողոմոնի մասունը, գեր, ուդենք, խմենք, հաճույք ունենք, վաղը պիտի մեռնենք։ Եթե պիտի մեռնիմ, իվանգի այդ կյանք չկա, հողի ավասար պիտի լամ, որդերու գեր պիտի լամ, ինչ փարոյական կյանք, ինչ փարեգործական կյանք, ինչ հարկանքի վախի, մարդկային բոլոր արժեքները կմահանան։ Անգլերենավոր խոսքը կա, որ ասեն let that sink in։ Գանկարի մտածեմ, իրոք եթե չունիմ հույս, Աստված, Քրիստոս, ավետարան, չի գա, աբակա չի գա, հոս եմեն այս կյանքս է։ Ինչ կորձ ունինք հոս։ Ուրեմն, շատ կարևոր է սիրելներ, որ եկեղեցին, Քրիստոս եկեղեցին համատարած, ուսուցանե, սորվեցնե, վարդապետե Քրիստոսի երջանիկ, մեր երջանիկ հույսի մասին, առանց որո մենք հույս չունենք։ Երկրորդը, եթե հույս չունիմ Հիսուսի հետ լալու, հետևաբար ամենեն կարևոր հանգամանքը եւ բադվերը, որ կապված է Քրիստոսի քարստյանի սրբության կյանքն է։ Նազրին եկեղեցիները նազովրեցված holiness unto the Lord։ Իրենց վարդապետության հիմքը սրբության վրա է կառուցված։ Ուրեմն, եթե հույս չունենք, ապա սրբության կյանք չի կարող լինել։ Որովհետև Աստծո խոսքը գսե առաջին Հովաննու 2-ի մեջ գսե, անոր այս հույսը անոր վրա ունի ինքզին գմակրե, ինչպես անիկա մաքուր է։ Ուրեմն սրբության կյանքի եւ բադրաստակամության Քրիստոսի բադրաստ լինելու վիճակը գմարի եւ գմերնի։ Առաքյալը ինչ կսե առաջին Կորինթացիս 15-ի մեջ, եթե միայն այս կյանքի վրա է մեր հույսը, եթե միայն այս կյանքի բաների վրա ենք հուսացած, գսե մենք բոլոր մարդոց մե ավելի խղճալի ենք, ողորմելի ենք։ Եթե միայն այս կյանքի վրա ենք, եթե հարություն չկա, եթե Քրիստոսի հետ միացում չկա, մենք ամենախղճալի ենք, առաջին Կորինթացիս 15 հարության հատվածն է, վաու։ Ուրեմն սրբության կյանք չմնար, բադրաստակամություն, readiness,
գթուլացնե այս վիճակը մեր մեջ։ Երրորդ հարցակվում է այս վարդապետությունը Քրիստոսի քալստյան գամարը ինչու որբեսի եկեղեցիներու միջև Քրիստոսի եկեղեցու ընտանիքի համաշխարհային եկեղեցու մեջ հագարագություններ բարակտումներ բերի խառնաշփոթություն բերի մեկը գահավադա մեկը չի հավադար մեկը գահավադա ասանք պիտի լավ մյուսը գահավադա որ հետո պիտի լավ այսօր եկեղեցիներն նայեցեք ամենան հարկանգով գսեմ սխալ շիդագի հարց չենք որոշումոս բարձր իրավիճակն ենք ցույց տալիս քիչ արդայդվեցի ունեք rapture-ի մասին գա pre-trip rapture գա mid-trip rapture գա post-trip rapture գա pre-wrath rapture գա post-wrath rapture այսինքն 7 տարվա նեղութենեն առաջ 7 տարվա նեղութեն գեսուն 7 տարվա նեղութենեն վերջ աստծո փարգուտերեն առաջ աստծո փարգուտերեն հիմա այս խառնաշփոթությունը գա բայց ոչինչ ես սկսեմ կարևորը գահավադան որ Քրիստոս պիտի կա Ադի լավ նշան է հիմա այդ ժամանակ բայց ինչ եղած է եկեղեցիներում այս ժամանակակրթության հետ կապված բաժանումներ տեղի ունեցած են որոնք որոշ մարդ դասակարգ կա որ երբեք չեն հավատար ուրեմն բարակտումներ բաժանումներ բերել եւ չորրորդ վերջին որբեսի մարգարեական պատկամը շփոթության մատնեն մարգարեական թեփ մնա չէ it's a prophetic event բիդլա որբեսի շփոթություն լինի մարդկանց մեջ եւ երբ որ գիտեք մարդիկ էս երբ որ ես շփոթված եմ գորոշեմ ես քոր չեմ ուզեր ունենալ ասոնց հետ իրենք իրար մեջ շփոթված են մեկը մյուսին թեմ եւ այն շփոթություն մգա իրական է իրական չէ բիդիկա բիդիչիկա անցյալի համար է եղած է հոգեվոր է Փաչոթուն, ես քոր չեմ ուզեր ունենալ այս նյութերով եւ ընդհանրապես իգնոր կնեն, գանդեսեն այս նյութը։ Ուրեմն ասեք, հարցակումը ինչ արդյունք կարող է առաջացնել։ Եվ անշուշտ այս բոլոր հարցակումների դարբեր ոլորտների վստահ եմ որ դուք շատ ավելի բացառներ կարող եք բերել այս հարցը աղբյուրը սատանան է։ Գիտեք որ Սատանան Սդախոսներուն հայրն է եւ Սատանան մեզնից այսինքն հավատացյալներից հովիվներից որոշ բադվելիներից որոշ քահանաներից որոշ եպիսկոպոսներից կարդինալներից որոշ փոփերից ավելի շատ գահավադա Քրիստոսի գալստյան վարդապետությանը սատանան գահավադա գիտեք ինչ որը սատանան չի հարցակվի բանիմը վրա որուն չի հավատում սատանան երբեք չի հարցակի աստվածաշնչյան մանավանդ նյութերի վարդապետության վրա որուն չի հավատա ուրեմն գահավադա ասելով կհարցակի Այսօր մասին կարծեմ ագնարկ մռած եմ, բայց աբակեն ավելի մանրամասն գխոսենք, բայց կարծեմ մեկ տարած վարը սրահը հապշտագության եւ Քրիստոսի քալուստյան մասին 7 այսպես չորեշաբթիներ սեմինար ունեցանք եւ հոն նշեցի Barbara Marciniak ասիկա սատանիստ է Kirk մկրած է The Counterfeit Rapture Sataniste Barbara Marciniak The Counterfeit Rapture Kirk մոնի ես գարտացած եմ Kirk-ը բոլոր եւ նոթերը դած եմ մեջ են գսե որ հապշտակությունը իրական է Բայբլի բայց մենք մեր դարբերակը գուզենք հրամցնել աշխարհին եւ նույնմունիմ սիրիզմը նույնիս վերնակիրն է ինչ են ասում դևերը հապշտակության մասին What do the demons say about the rapture դևերը հապշտակության մասին պատկամ ունին
Եվ ոնց մանրամասն բացատրում եմ, թե ինչպես սատանան իր դիվանին զորքերի միջոցով մարդկանց մեջ կմտած է, եւ հափշտակությունը այլ աղավաղած եւ այլ անթագած է։ Խոսավարդեմ։ Սիրելներ, երբ որ Քրիստոս խոստումը գտա, հույսի խոստումը uncactելի է դա, unshakable, unbreakable, non-negotiable, չեմ գիտեր անգլերեն։ Հիսուսի պերնեման այս խոստումովան նորեն պիտի կամ, և Սուրբ Հոգին ինչու եկած ես, որ հարսը պատրաստ է, փեսան թիմավորելու։ Եվ ամբողջ Աստվածաշունչը արակներ կտեսնենք հարս փեսայի թիմավորման պատկերներ են, մինչև որ Քրիստոս մեր փեսան պիտի գա իր հարսը իր մոտ առնե։ Այս է մեր երջանիկ հույսը։ Երբ այս հույսը ունիմ իմ կյանքիս մեջ, իմ կյանքս կցևափոխվի, կգերբարանափոխվի, մտածելակերպս կփոխվի, քայլվածքս կփոխվի, նպատակներս կփոխվին, պատճառներս կփոխվին, ամեն բան կփոխվի։ Սրբության կյանքի անթեպ ավելի լրջություն կա։ Պատրաստ եմ մինչ դեմքդ երկին կնայ դեր երբ պիտի գաս։ Home, sweet home։ Այս էր Նոյեմի քրոջ, Արուսիա քրոջ, եւ փյուրավոր հավատացյալների, որոնք մահվան շուկի ծորից էլ նաեւ անցնելով այս հույսով ամուր մնացին, հաղթահարեցին եւ սերունդ թե սերունդ մեզի կփոխանցեն։ Հիսուս շուտով պիտի գա։ Պատրաստ եմ։ Պատրաստ ես։ Ոչ, օքեյ։ Պատրաստվելու նպատակ ունիս։ Պատրաստ չեմ, օքեյ։ Լսեցիր Աստծո խոսքը։ Պատրաստվելու կամք ունիս, որ նա պիտի գա։ Կհավատամ կամ ոչ, կընդունիմ կամ ոչ, դրամապանական կթվա կամ ոչ։ Պիտի գա իրեններ իր մոտ առնելու։ Սիրելիներ, Տերը մեզ իր շնորհքի մեջ բահե, հավատքի, սիրո, հուսո եւ սրբության կյանքը մեր առօրյայից անբաղասրլա։ Գիտենք, որ մարդահրավիրում ենք այս բոլոր ոլորտներում, բայց Տերը մեզ պիտի օգնե։ Կարևորը մենք հասկանանք այս բոլորը, հանձնվենք դրան եւ թույլ տանք, որ Սուրբ Հոգին մեր մեջ ներգործե իր փառքին համար։ Ամեն եւ ամեն։